Ինչպես արդեն նշեցինք, այսօր գտնվում ենք ԵՄ պատվիրակության դիմաց, որպեսզի դեսպան Վասիլիս Մարակոսին ներկայացնենք բոլոր այն ապօրինությունները, որոնք տեղի են ունենում Հայաստանի Հանրապետությունում սկսած նոյեմբերի 13-ից։ Նոյեմբերի 13-ին կալանավորվել են Anti-Fake-ի երկու մեդիա դեմքերը, Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը, միայն այն բանի համար, որ Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ փոդքասթից հետո իշխանական վայրահաչոցին եւ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի վիրավորանքներին պատասխանել են համապատասխան, իսկ որոշ դեպքերում նաեւ ոչ խիստ եւ ոչ համարժեք ձևով։ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները նոյեմբերի 13-ին ներխուժել են Anti-Fake-ի խմբագրություն, Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի բնակարաններ, խոզարկություններ են իրականացրել, որից հետո ձեռքերը ոլորելով բանտարկել են Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին եւ արգրավել Anti-Fake-ի ողջ տեխնիկան։ Միկրոֆոններ, շտատիվներ, տեսախցիկներ, այնպիսի պարագաներ, որոնց մեջ որևէ էական հանգամանք չէր կարող հայտնաբերվել քրեական գործի շինծ ու քրեական գործի հանգամանքները բացահայտելու համար։ Արդեն 23 օր Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ապօրինի կալանքի տակ են։ Իսկ Anti-Fake-ի տեխնիկան վերադարձվել է ընդամենը 3 տեխնիկայի մի մասը, որի մասին մենք այսօր հանդես կգանք համապատասխան հայտարարությամբ։ Մենք այսօր այստեղ ենք, որպեսզի ԵՄ դեսպան Վասիլիս Մարակոսին հանձնենք Խաղվանտարկյան Նարեկ Սամսոնյանի կնոջ Լուսինե Առաքելյանի ուղերձը, որը հրապարակվել է օրեր առաջ եւ որի առնչությամբ որևէ արձագանք առ այսօր չի հնչել։ Մենք այստեղ ենք, որպեսզի արձարն հանձնենք մեր նամակը եւ այն սկավառակը, որի վրա տեղադրված է համապատասխան տեսանյութը, որպեսզի դեսպանն անձամբ իր աչքերով նայի եւ կարդա եւ տեսնի, թե ինչեր են տեղի ունենում Հայաստանի Հանրապետությունում, եթե իհարկե առ այս պահը տեղեկացված չեն։ Մենք եղել ենք նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպանության դիմաց եւ նույն գործողությունն իրականացրել ենք այնտեղ, ասեմ, որ ցավոք մինչ այս պահը որևէ արձագանք չենք ստացել ԱՄՆ դեսպանի կողմից։ Ակնկալում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավարը Վասիլիս Մարակոսը կամ հանդիպում կկազմակերպի մեզ հետ, որպեսզի մենք անձամբ ներկայացնենք բոլոր ապօրինությունները, որոնք տեղի են ունենում Հայաստանում, կամ հրապարակային արձագանք կունենա։ Իսկ եթե հրապարակային արձագանք չի ցանկանում անել, կարող է հանդիպումը տեղի ունենալ օֆ-the-record ձևաչափով, որի ընթացքում մենք մեր բոլոր մտահոգությունները կներկայացնենք, ինչպես Հայաստանում տեղի ունեցող բոլոր քաղաքական ապօրինի գործընթացների, այնպես էլ մեր խմբագրության եւ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի դեմ կատարվողի մասին։ Մենք նաև դեսպանին արձանը կհանձնենք Anti-Fake-ի խմբագրության նամակը, որտեղ մանրամասն դետալային նկարագրված են նոյեմբերի 13-ից տեղի ունեցող բոլոր ապօրինի գործընթացները։ Քիչ անց մենք կմոտենանք եւ կհանձնենք մեր նամակները եւ Դավիթը հիմա կամփոփի ակցիա։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, հիշեցնեմ, որ մենք այսօր